Առաջնակարգ երբ որ գալիս եք ստեղ, ինչն ամենաառաջի հերթին, որ ձեզ հետաքրքրում է, կամ դուք պարտավոր եք անելու, ինչն է։ Անվտանգության կանոնները պահպանելը, ճիշտ է։ Քանի անգամ բացատրել ենք, ասել ենք, որ ստեղ կա 380 վոլտ հոսանք, ստեղ կա հեղուկ վառելիք, գազ, բենզին, տարբեր նյութեր, որոնք որ այրվող են, դրա համար դուք պետք է եղնեք զգույշ, սիգարետ ընդհանրապես չեք օգտագործել ուստի եւ այլն։ Անցած դասին դուք անցաք էլեկտրական մեքենայի էլեկտրական մասերից ամենակարևորը մարտկոցի մասին ու մնացած հոսանքները ինչի համար է։ Հիմի որդ ինչ կասեք, դե լասեք դենա։ Մարտկոցի ինչ դեր է կատարում մեքենայի մեջ։ Նախնական, էլեկտրական, աղբյուր, այո, հոսանք։ Սնուցումա նախնական մեքենային շարժիչին գործադրման մեջ դնելու եւ ոչ միայն գործադրման մեջ դնելու, այլ եթե դու մեքենայում նստած ես, մութ ժամա ուզում ես լույսեր վառես եւ այլն, ինչ որ մի բան տեսնելու համար, սա սիստեմը միացած է լույսավորություն։ Ուզում եք գրատախտա կխես։ Հազար են բերի տվել են որ սարքեմ։ Հիմա մի հատ հարց։ Ով կարա ասի։ Գեներատորը ինչի մարա ավտոյի վրա դրած։ Դե կարելի է տենց չբացատրել, ճիշտ եք ասում, բայց կարելի է ավելի ճիշտ բացատրել, չէ, գեներատորը ինչ դեր է տանում։ Շարժիչը գործադրման մեջ դնելուց հետո գեներատորը սկսում է աշխատել։ Երբ որ շարժիչը աշխատում է, գեներատորը ինքը միացած է ռեմենով շարժիչին, պտույտ է առաջանում, պտույտի ժամանակ հոսանք է, էլեկտրական հոսանք է արտադրել գեներատորը։ Էլեկտրական հոսանք արտադրելուց հետո շարժիչի գործադրման աշխատանքի ամենակարևոր աղբյուրն է գեներատորը։ Եղավ, դե ուրեմն սենց, ընկեր Գևորգյան ջան, ունենք մենք նես գեներատոր, որ կարանք մասերի բաժանենք, երեխեքին հարցնենք։ Ժամանակ էլ բաժանել ենք։ Չէ, հիմի տենանք ինչ են հիշում։ Մի հատ խնդրում եմ գեներատոր տակ, եկեք բոլորդ ստեղ, Աշոտ դու որպես հետաքրքրվող ու լավ սովորող քեզանից ենք սկսեմ։ Գեներատոր, կեսը, լա թող բերի։ Էսա հերթով հարցնելու եմ։ Եթե հիմի էլ չկարեցաք պատասխանեք, ամոթ կալի ձեզ։ Այս երկրորդ մասը գեներատորի, այո։ Այս էլ իր հոսանք կարգավորող Всё։ Հիմի այս բոլոր գեներատորը քանդած, բոլոր մասերը ստեղ է, Աշոտ առաջ արի։ Սա գեներատորի ինչն է, մտածի նոր խոսա, որ մասն է։ Անուն ունի, անունը գիտես։ Ով կարա ասի, որ մասն է գեներատորի։ Էս, այ դեբիլներ, այդքան սովորած։ ռոտոր կա ստատոր, որ մասն է։ Չէ, սա ինչն է։ Ստատոր, սա մեջ ինչ կա դրած։ Պղինձի, քանի հատ պղինձի կոչ կա, լավ։ 18 հատ։ 18։ Հետո բաժանում են 6 հատի, ամեն 6-ից մի հատ դուրս է գալի։ Էս, պրծանք։ Էս ինչն է, այս պտտվողը ինչն է։ Ռոտոր։ Ռոտորը ինչ է իրանից ներկայացնում։ Ինչ է, սա ինչ է, ռոտորը որ պտտվում է, ինչը պետք է պտտվի, որ տոկ արտադրի։ Այս կոճի մեջին ինչ կարանք պտտենք, որ տոկ արտադրի։ Այդ ինչ է։ Հիմի որ հիմի դնես սրան, ասեք մի հատ էլ կա սրա մեջին պտտեմ, կսկսի տոկ արտադրելը։ Այս ինչ է մեջին։ Ինչ է, սա ինչ է։ Ռոտորը ինչն է, ոնց է տոկ արտադրեմ գեներատոր, ինչի միջոցով։ Գրել եք, ով է գեներատորը գրել։ Բացական ու դրական ինչ կա ստեղ, որ պտտվում է պտույտի ժամանակ էլեկտրոմագնիսական ինչ է ստեղծում։ Ասա ինչ է դառնում, այսա որ տոկը միացնես սրանից։
քաշում է, էլի։ Ինչ կդառնա, սա ինչա դառնեմ։ Ըստի որ տոկ ենք միացնեմ, դառնում է մագնիս, արա։ Այսինքն մագնիսն է պտտվեմ այս կոճի մեջ։ Մագնիսը, լյուբոյ մագնիս դնես այս կոճի մեջ պտտես, սրա վիխդից տոկտի դուզ գա։ Բայց ինչքան տոկ, այդ արդեն Աստված։ Ռելեն։ Սա հաստատը Էլի որ կարգավորի ակումուլյատորն իրա չափով։ ինչա։ Ռելեն կարգավոր։ Սա ինչն է, այս կախելացը ինչ դեր է կատարում։ Նախ ասենք, ինչ ձևի հոսանք է արտադրում։ Էլեկտրական։ Հա, բայց ինչ ձևի, էլեկտրական։ Հաստատում։ Թու թքեմ ձեր երեսին արա։ Կեավոլը։ Գեներատորը ով է գրել։ Գեներատորը ինչ ձևի հոսանք է արտադրում։ 100 հետ ասել ենք։ Ով է գեներատոր գրել։ Բա ինչ ձևի հոսանք է գեներատորը ավտոյի արտադրում։ Փոքիկ ընկեա։ Թե պայքի տևա հետ, կարաս փոքրս պայքի էլ չի, դնում ես մեջ չգնում։ Ասեք, ինչ ձևի հոսանք է գեներատորը արտադրում։ Ստեղից որ 3 հատ հանում ես, ինչ ես հանում։ Պղինձի ծերերը բախենք 3 հատ հանեմ, 2 հատ հանենք, մի հատ հանենք։ Այսինքն ստեղից ինչ հոսանք է դուրս գալի։ Դասները չեք սովորում, աշկներից առաջին պրակատները կպցրած, գրած։ Արա գեներատորը ցանկացած ավտոյի երրաֆաս փոփոխական հոսանք է արտադրում։ Երրաֆաս փոփոխական հոսանք, երրաֆաս փոփոխական հոսանք։ Այս էլ դնում են այս դիոդնի մոստը, դարձնում է հաստատուն հոսանք։ Սա մենակ հաստատուն հոսանք, այս սա մենակ հաստատուն է դարձնում երրաֆասը։ Իսկ սա էլ որ ռելը չի արա, լարման կարգավորիչ է, որ սա ապարոտները շատ մեծ է ալեմ, ոչ թե 15 վոլտ է, 14 վոլտ է արտադրում, 100 վոլտ է արտադրում։ Շատ արտադրում, դրա համար որ կարգավորի իր չափով տա ակումուլյատորին, էլի։ Ասում եմ, չեք խոսում։ Էլի ընկեա։ Լարման կարգավորիչ է ռելեն, էլի։ Ես չգիտեմ, լարման ռելեն դուք գիտեք ինչ է ընդհանրապես, ինչի մարեն ռելե օգտագործում, ռելեի դերը որն է։ Հա, որ կարգավորի էլի տոկ։ Ռելեն չի կարգավորում։ Բա ինչ է։ Ռելեն նախատեսված է նրա համար հիմնականում։ Ես ձեզ բացատրեմ, որ ավտոն ունի, ասենք, դալնի ֆարեր, չէ՞։ Այդտեղ որպեսի դալնի ֆարերը միացնեն, այդ դալնի լամպուշկեքը շատ մեծ հոսանք են տանում։ Այսինքն ձեր ավտոյի կապոտի մեջ գալիս է ֆարից պրովուդը հոսանքի միանում հաստ պրովուդով։ Եթե բարակը լի կտքանակը վառի, գալիս է ռելեին է միանում։ Իսկ ռելեից հետևից կոնտակտ է, դուս է գալի բարակով մտնեմ ավտոն, գալի վիգլուչացելի տակ։ Եթե այդ հաստ պրովուդները սաղ գան ավտոն մտնեն, այդ ավտոյի ինչա տորպեդոյը տեղ չի անի պրովուդները, դա համար ռելե են դնում, մի ծերը գալիս է ներսից դեպի ավտոյի շարժիչի այդ մասը, բարակ պրովուդով գալիս է ռելեի այս երկու ծերին բռնեմ, այս երկու ծերը ռելեի հաստ պրովուդով գնում է քու այդ ամենաուժեղ լարում տանող ֆարերին, այսինքն դրա համար են ռելե դնում։ Ռելե դնում են, որ մի քանի կոնտակտ միացնի միանգամից, ռելե դնում են, որ անջատի միացնի, սա ռելե չի, սա լարման կարգավորիչ է, որը բարձր լարումը պարզապես կարգավորում է, դարձնում է, չի թողում 14 վոլտից, գիտես որ ինչ է սա, տոկը որ հասնում է, ասենք լարումը 80 վոլտի, այդ 80 վոլտը ոնց ասեմ, մտնում է աստի կորչը սրա մեջին, ինքը դիմադրություն է, մեծ դիմադրություն է, լարումը մտավ, դիմադրության հանդիպեց, ոնց որ միացեն ջուրը գա, առաջը մի հատ պատնեշելի, հա, արագ եկավ պատնեշին դեմելավ, պատնեշից ենքով կամած գնաց, բայց այդտեղ շատ արագ գալիս է դեմ ալում, իա կոտրում է, սա կոտրում է լարումը, գալիս է իրա մեջ կորցնեմ, դարձնեմ 14 վոլտ, սա լարման կարգավորիչ, նորից եմ կրկնեմ, սա կոչվում է դիոդային կամրջակ կամ դիոդնի մոստ կամ սիլավոյ բլոկ ով որ ցույց մասի սա երրաֆաս հոսանքը
սրա արտադրած, դարձնում է միաֆազ։ Ինչի է միաֆազ դարձնում, որովհետև ավտոյի բորտը սնվում է հիմնականում ակումուլյատորից, իսկ ակումուլյատորը հաստատուն միաֆազ հոսանք ունի, վсё։ Դրա համար էս եղածը, սարքել են, որ սա դրել են վերին, որ դառնա միաֆազ, սա դրել են, որ լարումը գաստաս 160-ը բացես, սա 160-ի տակ, որ պտտվի ստեղ, կարտադրի 100-150 վոլտ։ Իսկ սա պահում է, որ չվարվեն քո լամպուշկեքը, քո ավտոյի պրիբորները։ Ով ինչ սկացավ արա։